Ոչ մի երկիր իրավունք չունի զավթել մեկ ուրիշի տարածքը, ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում, ոչ աշխարհի որևէ այլ վայրում, հայտարարել է Եվրամիության գլխավոր դիվանագետ Կայա Կալասը։ Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է նկար, որտեղ նա Գրենլանդիայում ԱՄՆ դրոշն է բարձրացնում։ Նկարին կից գրառման մեջ Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ զրույցում համաձայնել է Գրենլանդիայի թեմայով տարբեր հանդիպումներ ունենալ Դավոսում։ Մենք պետք է արձագանքենք դրան, այլևս իմաստ չունի մեղմ լինել, հայտարարել է Բելգիայի վարչապետն անդրադառնալով Գրենլանդիան բռնակցելու եւ դրան դեմ եվրոպական 8 երկրի նկատմամբ մաքսատուկ սահմանելու Թրամփի սպառնալիքներին։ Եթե ինչ-որ մեկն ասի, ես ուզում եմ ձեզնից խլել ՆԱՏՕ-ի տարածքը, թե չէ առևտրային պատերազմ կսկսեմ, ապա մենք կսկսենք առևտրային պատերազմ, ասել է Բարդը Վևերը։ Թրամփի հետ սաունա գնալը կօգներ լուծել Գրենլանդիայի հարցը, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ The Washington Post-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Դավոսի համաժողովում հավաքվելու են գրեթե բոլոր եվրոպական երկրների առաջնորդները։ Երբեմն լավ է դադար վերցնել, գնալ սաունա, լավ թուլանալ, դրանից հետո նոր լավ լուծում գտնել, կատակել է նա։ Թրամփը 58 երկրների առաջնորդներին հրավիրել է մասնակցելու խաղաղության խորհրդին, Axios-ին ասել է ամերիկացի պաշտոնյան։ Նրա խոսքով Թրամփը հավանաբար կհակադրի խաղաղության խորհրդի գործունեությունը ՄԱԿ-ի աշխատանքին։ Այս պահին ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող ենք մենք եւ Ռուսաստանը միասին լինել որևէ խորհրդում, ասել է Զելենսկին խաղաղության խորհրդին իր մասնակցության մասին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփն Ուկրաինայի նախագահին նույնպես հրավիրել է մասնակցելու Գազայի հարցով խորհրդին։ Եվրոպայի ներկայիս առաջնորդների հետ որևէ համաձայնության հասնել ամենայն հավանականությամբ չի ստացվի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրանք չափազանց խորն են խրվել Ռուսաստանի նկատմամբ պատելության մեջ, ընդգծել է նա։ Միչիգանում ձյան տեղումների պատճառով բախվել է ավելի քան 100 մեքենա։ 10,000 պարող էլ հայտնվել է Հնդկաստանի մարզադաշտում։ Հնդկաստանում տեղի ունեցել թիթեռների պարը։ Բագուրումբա պարը խորհրդանշում է ծաղիկներ, թիթեռներ եւ արտացոլում մարդկային կյանքի եւ բնական աշխարհի միջև ներդաշնակությունը։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։